Եկեք իրար ճնանչենք։ Ես մամուսանց Մերին եմ։ Ես զնդեցուց Մարին եմ։ Ես Գիքոյան Ծարևիկն եմ։ Ես կժանանց Նարեն եմ։ Եկեղը Տավուշն է։ Մեր գեղի անոմիցնել դյուսապրծել մարզի անոմը։ Էս շուլում է։ Գեղը հին վաղթվա կեղը։ Տավուշ գեղը գտնվում է Տավուշ կետի ձյան խոլը։ Գեղը հիշում է Մովսես խորենացու վաղթերից։ Տուրք անոմով։ Մեզ տավուշցիներս ասում են տրտկահմբարդ, վերը նշանակում է գլուխ գյովան, բայց յուրհլենը հետ չեն գլուխ գյովում, մեր կեղումը լել են գիտության շատ թեկնածուներ, դոկտորներ, խելացի կեղա էլի, բացի էտ էլ տավուշցիներն են հիմնել չինչին կեղը, բա։ Մեր Տավուշ գեղումն էլ կա ամրոց, որը անվանում են կացարած ամրոց, այն օգտագործվել է 1190-ից մինչև 1284 թվականին և 14-րդ դարում ավերվել։ Մեր Տավուշ կեղումն էլ կա Սհեսիրուն ջրամբար, որը ոռոգում է վերին կարմիր աղբյուրը, Տավուշը ներքին կարմիր աղբյուրը և Մովսես կեղը։ Իսկ ես մեր Տավուշ գեղի Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Եկեղեցին ամբողջապես ոչնչացվել է և միայն 19-րդ դարում վերակառուցվել։ Եկեղեցու ներսը պարզ է, այն միախորան բազիլիկ տիպի եկեղեցի է։ Իր գեղեցկությամբ առանձնանում է Մկրտության ավազանը։ Էս էլ մեր կեղատեղի խաչի աղբյուրն է։ Մեր կեղեցի Այդան տեսավ մեզ հավեսինգյավ ուզեց մի բան էլ ինքն ասի։ Բարև ձեզ, ես Այդա Հարությունյանն եմ, ավանդույթներից կարամ ասեմ ավանդական հրսանիք, տեսնքի մասի։ Ուրեմն 3 օր առաջ տշտտրեք են անում, հաց են թխում, ասում են 3 փուլ հաց թխեցինք։ Հարևանները, հարազատները, բարեկամները քինում են տաշտին փող են տնում, նվեր են տնում, 3 օրից հետո հրսանիքն անում։ Հրսանքին էլ զարդը հրսանքի շախն էր։ Այդ շախից ուրեմն կարմիր խնձորն էին կախանում, կոպեկն էին կախանում, հել շակալատ։ Ու եթե հարսը հեռավոր գյուղերից ելն բեռնատարով, գրուզավոյով ռաքին փռնած, մինը հենց տանում են, զուրհադհոլով, այդ ակինում են հարևան կեղը։ Ընտրում են ուրեմն փեսի կողմից մակարնի, մակարբաշի, ազարբաշի ու դեր վետով ինքն եմ ասել կեղի միջներում հարսը, սանութը 3 անգամ կյորում էր այդ մակարբաշին, ուրա, այդ մակարներ պետք է կյորային, ուրա ու զուրնադհոլը նվագում էր։ Քնում են հարսի տուն, հետ գալիս Հարսաստանից տալերկեքին պիրում, հավերին պիրում, կյաթային պիրում, ստեղ որ հարսը տնն են շեպքում այդ տալերկեքը, որ հարսը կոտրի ու շարշուրը անց կենան տուն մտնի։ Այդ տան մեծն է, տան տապիկը նանը կամ կեսուրը, սինու միջին կանֆետին լեցնում, այդ կանֆետը պարերացում ու շաղ էր տալի, երեխեքը կտկտալը հվակում։ Ու ավանդույթը այնպիսին էր, որ պետք է հարսը կեսրարի հետ չխոս կան, դեր ավելի շուտ վաղ անցյալում էլի, չխոս կան լինել, վետները տաշտակումը, պետի ծարկած տաշտակ, վաննա, վետները լվանում է, կեսրարն էլ պատրոնը, փող է կցն էտ տաշտակի մեջ։ Ու դե հարսը որ չխոս կան էր, խոսում չեր կեսրարի հետ, երորդ օգնու միջոցով կամ ռեխի միջոցով խաբար էր անում խոսում էր տհենց,
Կեսօրի հետ էլ պետք է հնազանդել, հրսնքի վաղ հարսի երկին երկում, հարջան խելոք կմնաս, կիսուրիդ հետ գառանպես, կիսրարիդ հետ չխոսես։ Էլ ինչ ասեմ։ Իմ կեղի ապագան ես պայծառ լույսի տակ եմ պատկերացնում և տեսնում շատ զրկանքներ ա կրել, դժվարություններ ա տեսել, հաղթահարել ա։ Ամբողջովին միախմբվել են և հաղթահարել են դժվարությունները և գնում են դեպի լուսավոր ապագա։ Հուսով եմ, որ այդպես է։ Մեր տավ ուշկեղի հայտնի ուտեստերից մինը կոնչոլն է։ Հմ եկեք տենանք, թե այս կոնչոլը վենց են սարքը։ Առաջինը պետք է հացը վեր ունենք ու մանր կտրտենք։ Դրանից ետը սոխն ենք վեր ունում, էլի մանր կտրտեմ ու կաստուրկ ենք վեր ունում, միջին ծեթ լցնում ու այդ սոխը լցնում ծեթի մեջը։ Վեր լավ սոխառած լի։ Լավ սոխառած լիից ետը գլխին ջուր ենք լցնում, մի քիչ սպասում ու դրա գլխին էլ լցնում ենք մեր մանր կտրտած հացերը։ Դրանից ետը գլխին լցնում ենք կանաչին, լավ խառնում ենք ու լցնում ենք ամանի մեջը։ Այս էլ մեր տավ ուշկեղի կոնչոլի պատրաստման ձևը։ Էս էլ մեր կեղի ծիպուրն ա, եկեք ասեմ, թե վենց ենք սարքում, կարտոշկեն կլպում ենք ըստ ցանկության, այսինքն կարան կլպենք, կարանք չկլպենք, վենց մենք ուզում ենք, կլոր կտրմենք, տնեմ փեչի վրա, աղենք լցնեմ վրեն ու էտա խրովում ա, էտ էլ մեր կեղը տավուշը ասում են ծիպուր։ Կեղի հացը վենց ենք թխան փռան միջին, խաշը անում ենք, ալիրը մաղում ենք, ջուրն ու խաշը լցնում ենք ալիրի մեջը ու հունցում ենք, թողենք անեմ մի ժամը նմա կցախի, մի ժամից ետը պյուլում ենք խմորը ու փուրը կրծնում, փուրը երմա պրծնեմ, սրբիչներով սրբեմ ենք շեղջը ու պյուլերը ետ ենք անում, իրեսը ջուր կսեմ ու թյովը մեջն ենք անում, արդեն թխմա հանում ենք ու պրծնում ենք, արդեն պատրաստ ա մեր հացերը։ Էս էլ մեր կեղի անուշ համով հոտով կյաթեն է։ Էս էլ մեր ծմերվա չիրը։